Ողջունում ենք ձեզ մեր երրորդ դասարանի երաժշտական թատերական ներկայացման։ Այսօր ուզում ենք ձեզ տեղափոխել մի աշխարհ, որտեղ երաժշտությունն ու թատրոնը միացնվում են, ստեղծելով հույզերով լի պատմություններ։ Թատրոնը կախարդական աշխարհ է, այնտեղ բառերը դառնում են լավ զգացմունք, թատրոնում մենք դառնում ենք հերոսներ, թատրոնը խոսքի, շարժման, երաժշտության արվեստն է։ Երաժշտությունը դարձնի սրտի ու հոգու լեզուն է, երաժշտությունը թատրոնում օգնում է մեզ ստանալ ուրախություն, տուգություն, հուզմունք։ Նրա օգնությամբ կերպարները կենդանանում են, իսկ պատմությունները դառնում են ավելի կախարդական։ Երաժշտությունը թատրոնի սիրտն է։ Երբ այս երկու արվեստները միավորվում են, ծնվում է մի կախարդական ուժ, որը կարող է հուզել, ուրախացնել մարդկանց։ Գեղեցիկ ու անմոռաց միջոցառում անցկացվեց Նինոց Մինդայի թիվ 1 հանրային դպրոցում։ Երրորդ դասարանի աշակերտներն իրենց երաժշտության ուսուցչուհու Աննա Կարստյանի հետ պատրաստել էին գեղեցիկ ցերեկույթ, որը ամփոփված էր թատերական ներկայացումներով, համահունչ երգերով ու ուներ իր մեջ դաստիարակչական խրատական բնույթ։ Ծրագրում ընդգրկված էր 3 հեքիաթ՝ Պապն ու Շաղկամը, Ծիտը, Մկների ժողովը։ Չէ եղել իմ մկնիկ, թող գործանեմ այնպստիկ, ուզում ես ես քեզ մոտ կամ ու քեզ բանիր տամ։ Հավիկ իմ փոքրիկ, մկնի ջուր ու կերպուտիկ, քեզ կտամ գար ու խատիկ, իմ չասնի Ես թորնիկն եմ, բոլորի սիրելին եմ, սիրում եմ գրքեր կարդալ ու խաղեր խաղալ։ Ես շնիկն եմ, վերմակի ոսորդիկն եմ, սիրում եմ Ես փիսիկն եմ, շարքափուկ մազերուն եմ, սիրում եմ մածուն ուտել, հետո մլավել, միաուն Ես մկնիկն եմ, շոներ սիրում եմ պանիր ուտել և այգում բացել։ Այսօրվա մեր միջոցառման թեման էր երաժշտությունը և թատրոնը։ Մեր երրորդ դասարանցիները այսօր հանդես եկան բեմում երգով, պարով, խոսքով և խաղով։ Մենք ներկայացրեցինք 3 երաժշտական թատերական բեմադրություններ՝ Շաղկամը, Ծիտը և Մկների ժողովը, որտեղ յուրաքանչյուր երեխա ոչ միայն կատարող էր, այլև ստեղծագործող։ Սա ոչ թե միայն ներկայացում էր, այլ մի ճանապարհ, որտեղ երեխաները միասին աշխատեցին, միմյանց լսեցին, հավատացին իրենց ուժերին և ձեռք բերեցին իսկական բեմական փորձ։ Մենք հավատում ենք, որ արվեստը կրթում է ոչ միայն միտքը, այլև սիրտը։ Երբ երեխաները ստեղծագործում են, նրանք դառնում են ավելի ինքնավստահ, բարի և ավելի զգայուն։ Այդ իսկ պատճառով նման միջոցառումները համարում են կրթական գործընթացի անբաժան և շատ արժեքավոր մաս։ Այս ներկայացումները ծնվել էին մեծ սիրով և շատ ուրախ ենք, որ կարողացանք այդ սերը խանցել հանդիսատեսին։ Փոքրիկ դերասանները կարողացան հավուր պատշաճի ներկայացնել հեքիաթները երգերով, պարերով։ Մոտ 1 ժամ ձգվող միջոցառումն անցավ ակնթարթի նման։ Ներկա էին վերոնշյալ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, հանձինս տնօրեն Դիանա Թոմասյանի, ծնողներ, տատիկներ և այլոք։ Bye.
Շատ հրաշալի միջոցառում այսօր տեղի ունեցավ, կազմակերպվել էր Աննա Ղարսլյանի կողմից, ասեմ, որ երաժշտության մասնագետ է, բայց ընկեր Աննան միջոցառումը համահունչ կապեց եւ երաժշտության եւ թատրոնի հետ։ Միջոցառման ընթացքում ունեցանք 3 թատրոն, ծիտը, մկների ժողովը, շահկամը, որպես ծնող շատ շնորհակալ ենք ամբողջ դասարանի կողմից իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ ունեցանք մեծ արդյունք, շնորհակալություն ընկեր Աննային եւ նաեւ մեր փոքրիկներին, որ կարողացան ներկայացնել։ Սովեր մկստան, կատվի ձերքից լկստան, գզին ընկավ դռնետուր, էլ չթողեց տուն կտուր, ջահել ահել գեղովի, կանչեց բերեց ժողովի, թե ինչ անեն, որ կատվեն, մի հնարքով ազատվեն։ Ես մի անդեր ծերուկ եմ, բայց պատվավոր մի մուկ եմ, տաքսեց ուժի ոտի, պետք է մեռնեմ անոթի, սով է չոքել դռանը, ախ մռանը, վեր են ընկել մարանը, ինչքան ասես նազանի, ստից սատկի տազանի, մուկ տեսնելիս վազանի, ուքից բռնի կախանի, թաթավը տա խավանի, ուտի քեֆը չավանի, ան վերել եմ ես մի զան, ծննգոց մեջը զնգոց, կատվի վզից մենք աղտանք, կան իմանանք գազանի, Ասենք տարա, բա որ կատուն գա ինձ վրա, դետոն, խտոն, թող մեկից, բռնեն կատվի քամակից, ինչ ասում չոր գանգը, լավ է դու դարես ծանքը, էլ ինչ վտո, էլ ինչ վստան։ Տարին ամփոփվեց եւս մեկ հիշարժան միջոցառմամբ։ Երեխաների համար այն կլինի գեղեցիկ հուշ։ Նմանատիպ միջոցառումներ այս դպրոցում իրականացվում են հաճախակի, որը շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար։